եք ձեր հարցերը հղել։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ, Փայլակ Ֆարազյան, իրականում եմ, պարոն Կոստանյան, բնավ չթերագնահատելով ձեր դերը եւ քաղաքապետարանում եւ լրագրողների հետ աշխատանքում, այնուամենայնիվ նաեւ մեծ լրագրողներից հետաքրքրում է, թե ինչու է Տիգրան Ավինյանը խուսափում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումից, ասուլիսներից եւ հարցը, բայց արդեն բովանդակային հետեւյալն է, կարմիր գծերի վերաբերյալ դարձյալ եղավ որոշում եւ քաղաքապետարանը այն բողոքարկեց, ինչու է հետեւողականորեն քաղաքային իշխանությունը չի ընդունում այն պարտությունը, որ կարմիր գծերի թանկացման հիմքում դրել էր ըստ էության անարդյունավետ է, սկսած որ երթևեկությունը կարող է որոշակի առումով բեռնաթափվի եւ այլն, եւ երկրորդ հարցը կոռուպցիոն դրսևորումներին են վերաբերում ըստ էության չկա շաբաթ, որ քաղաքապետարանում կոռուպցիոն բացահայտումներ չլինեն, սրա վերջը ինչ է լինելու։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, հերթով անդրադառնամ բոլոր հարցերին էլ։ Նախ քաղաքապետի մասով, եթե չեմ սխալվում, քաղաքապետը տարբեր ժամանակահատվածներում ունեցել է ասուլիսներ, ինչպես նաև տարբեր իր շրջայցների կամ հանդիպումների ժամանակ բնականաբար պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։ Վերջի հարցազրույցը որպես այդպիսին, դա մայիսի 28-ին էր հապարանում, երբ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ հարցեր են եղել եւ կարծում եմ քաղաքապետը այդ ժամանակ էլ է պատասխանել, որոշ ժամանակ առաջ հիշում եմ, երբ որ պաշտպանված սրտի քաղաք նախաձեռնության հետ մեկնարկը տրվեց Հանրապետության մետրոյի կայարանում, այդ ժամանակ էլ է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին պատասխանել, չեմ կարծում որովիցե տեսակի խնդիր կա եւ առաջիկայում երբ որ քաղաքապետը ասուլիս կունենա, վստահ եմ դուք ներկաներդ եւ նաեւ այլ լրատվամիջոցներ հնարավորություն կունենաք ձեր հուզող հարցերին պատասխանելու։ Ինչ վերաբերվում է կարմիր գծերի դատարանի որոշմանը, այսպես ասած։ Հիմա տեսեք, նախորդ անգամ էլ երբ որ դատարանը կարմիր գծերի նախագիծը Երևանի քաղաքապետարանի կողմից որ ներկայացվել էր, դրանից հետո Երևանի քաղաքապետարանի կողմից այդ մասով բողոք է ներկայացվել եւ նաեւ բողոք է ներկայացվելու նաեւ այս երկրորդ որոշումը, որը որ արդեն կայացվել է դատարանի կողմից, տեսեք, այն գաղափարը, որ դրվել էր կարմիր գծերի, այսպես ասած, տարիֆների բարձրացմանը, դա ինքը որոշակի նպատակ ուներ թե կենտրոնի բեռնաթափման, թե առհասարակ այդ ոլորտում հասարակական տրանսպորտի ոլորտում մի շարք փոփոխություններ բերելու։ Կարծում եմ, որ եթե ոչ ամբողջապես դա Երևանի քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքը այս պահին տեսանելի է, ես կարծում եմ, որ առաջիկայում, երբ որ արդեն ավտոբուսների համար առանձնացված գծերի քանակը ել ավելի կշատանա, մենք այդ փուլից սկսած արդեն կարծում եմ շատերս կհամոզվենք, թե ինչի համար էր դա արված եւ առաջիկայում արդեն հունիս ամսվա ընթացքում մի շարք փոփոխություններ ենք արդեն ունենալու եւ կարծում եմ այդ մասով մենք նոր դրական փոփոխություններ կտեսնենք քաղաքում։ Ինչ վերաբերվում է քրեական